Բարի օր հարգելի հայրենակից, եկել եմ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, որպեսզի այստեղից ես և Ստեփան Սամվելյանը պահանջել եմ առավոտը շուտ, որպեսզի նրա համար հրավիրեն հատուկ մեքենա, որպեսզի այդ մեքենայով իրեն տեղափոխեն Հերացու փողոցում գտնվող դատաբժշկական փորձաքննությունների կենտրոն, որտեղ պետք է իր նկատմամբ անցկացվի դատաբժշկական փորձաքննություն, պարզելու համար արդյոք համատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ։ Ուրեմն այսօրվա այս որոշման վերաբերյալ մենք տեղեկացել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից։ Պատկերացնում եք, դատավորը այսպիսի որոշում է կայացրել, բայց մեզ այդ որոշման մասին տեղյակ չի պահել։ Ինչու չի պահել, արդեն կարող ենք անել մեր հետևությունները։ Ունեցել է դիտավորություն թաքցնելու մեզանից, որովհետև այս որոշումը պետք է հասանելի լիներ և Ստեփան Սամվելյանին, և ինձ։ Ինչու չեն արել, որովհետև իհարկե հասկանում ենք այն դատավորը, որը այս պայմաններում իմանալով ինչպիսի հիվանդություններով է տառապում Ստեփան Սամվելյանը, ինչպիսի կարգավիճակ ունի, ինչպիսի հաշմանդամություն ունի, այս բոլոր փաստերը իր ձեռքի տակ ունենալով, երբ նա որոշում կայացրեց 3 ամսով երկարացնելու Ստեփան Սամվելյանի կալանքը, ապա մենք հասկանում ենք, որ ինչպիսի ցանկություններ ունի տվյալ դատավորը։ Ուրեմն տվյալ դատավորի հետ կապված իհարկե իմ բողոքները ներկայացվելու են համապատասխանատյաններին, որպեսզի դադարեցվեն նրա լիազորությունները որպես դատավորի, բայց մինչև դատավորին հասնելը ես ուզում եմ անդրադարձ կատարել բոլոր այն բժիշկներին, ովքեր տեղյակ են, տեղեկացված են, քաջատեղյակ են Ստեփան Սամվելյանի առողջության այդ վատ, ծայրահեղված վիճակի մասին։ Ուրեմն այդ բժիշկները, ովքեր փաստաթղթեր են կազմել Ստեփան Սամվելյանի առողջության վերաբերյալ, միանշանակ գրել են, որ Ստեփան Սամվելյանին անհրաժեշտ է մշտական հսկողություն նեֆրոլոգի, կարդիոլոգի և էնդոկրինոլոգի կողմից։ Ուրեմն ձեզ հիմա ցույց տամ այս գրությունը, տեսեք, Էսա կոչվում է ՀՀԱՆ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, բայց միևնույն ժամանակ այստեղ համաձայն կառավարության որոշման գործում է այսպես կոչված դատապարտյալների հիվանդանոց։ Ուրեմն այս դատապարտյալների հիվանդանոցի պատասխանատուն կա ստեղծվել է կառավարության կողմից մի ՊՕԱԿ, որը պատկանում է առողջապահության նախարարությանը, այսինքն նրա ենթակայության ներքո գտնվող ծառայություն է, եւ այս ծառայության ղեկավար մի հատ կա Կամո Մանուկյան, ով պատասխաններ է տրամադրում ինձ, այդ թվում նաեւ այդ պատասխանները պատրաստում է, որպեսզի Կարեն Անդրեասյանը փոխանցի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։ Ուրեմն այս Կամո Մանուկյանին, հարգելի պարոն Մանուկյան, այդ փաստաթղթերը բազմաթիվ, որ կազմել եք, տակը ստորագրել եք եւ ինձ եք փոխանցել, այդ փաստաթղթերի տակ դրված է ձեր ստորագրությունը։ Այսինքն դուք ուղղակի պատասխանատվություն եք կրում Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի այսպիսի վատթարացման համար, իսկ Աստված չանի նրա կյանքին, այսինքն կյանքը այնպես վտանգեք, որ նա զրկվի կյանքից, ապա ողջ պատասխանատվությունը նրան սպանելու համար ընկնելու է առաջնահերթ ձեր վրա, հետո մնացած են բոլոր բժիշկների վրա, ովքեր պատշաճ բուժօգնություն չեն տրամադրել Ստեփան Սամվելյանին։ Հարգելի քաղաքացիներ, Ստեփան Սամվելյանին մեղսագրում են մի արարք, որը նա բացառիկ հնարավորություններ չուներ, բացարձակապես, այսինքն դա բացառվում է այդ բառի բուն իմաստով, որ նա կարողանար ինչ-որ նմանատիպ մի արարք անել։ Նրան մեղսագրում են, սկզբից ցանկացել են գործը այնպես սարքել, որ իբրև թե նա փորձ է կատարել, ցանկացել է նախապատրաստել է, մահափորձ կատարել, ում նկատմամբ Արտակ Զեյնալյանի և Արամ Սարգսյանի, Արամ Զավենի Սարգսյանի նկատմամբ։ Ուրեմն Արտակ Զեյնալյանին փորձ է կատարել, այսինքն գնացել է աշխատավայր, զանգահարել է, ուզեցել է հանդիպել որպես դատավորի, ով եղել է նախկինում արդարադատության նախարար և իր գործառույթների շրջանակներում հարցապնդում ներկայացնելու նպատակով։ Այսինքն մարդը
ամբողջը կամերաներ են, գնացել է, զանգահարել է, այնտեղ երևի ընդունարանը կա, ինչ կա, այդտեղից փորձ է կատարել զանգահարել, որպեսզի հանդիպի Արտակ Զեյնալյանին։ Նման հանդիպում չի ստացվել, որևիցե կերպ նա չի արտացել, որ գնում է ինչ-որ մի բան վտանգի, այսինքն սպառնալիքի ներքո ինչ-որ մի գործողություն կատարել Արտակ Զեյնալյանի նկատմամբ։ Հաջորդ այդ մեղսագրվող արարքի մյուս օբյեկտը, այսպես կոչված, եղել է Արամ Զավենի Սարգսյանը, իբրև թե ուզեցել է գնալ Արամ Զավենի Սարգսյանին, նույնպես մահափորձ կատարել։ Ուրեմն արդեն իսկ այդ թվագրված օրը, որը նշվում է, այդ իբրև ձեռք բերված ապացույցի ներքո, որ իբրև այնտեղ է եղել, արդեն իսկ Ստեփան Սամվելյանը եղել է ծայրահեղ ծանր առողջական վիճակի մեջ։ Եվ հետևաբար այդտեղ արենք, որտեղ որ իրեն մեղսագրում են, որ ունեցել է հեռախոսազրույց, ինչ որ մեկի հետ որտեղ ասել է, որ հա գնում եմ պարզելու համար ինչ որ հարցեր կապված իրավական գործընթացների հետ, բայց որևիցե միտեղ չի արտացոլված, որ նա գնում է ինչ որ նրանց կյանքին վտանգ սպառնալու կամ ինչ որ մի բան անելու, բացարձակ որևիցե ապացույց չկա։ Այսինքն կա լոգ խոսակցություն եւ այդ խոսակցության հիման վրա կազմված, ինչպես արդեն արատավոր պրակտիկան ցույց է տալիս բազմատարած, խոսակցության վրա կառուցվում է մեղադրանք։ Մեղադրանքը կառուցվում է մեկնաբանությունների, վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչ որ մի հատ քննիչի կողմից, մեկնաբանության հիման վրա։ Օրինակ, որ եթե մեկին դու հայոյ ես հեռախոսով, մի անցանկալի մարդու վերաբերյալ մի խոսք ասես, դա կարող է մեկնաբանվել որպես սպանության փորձ։ Օրինակ, եթե դու ասես, որ պետք է հստակ մաքրություն կատարել կամ վերանորոգում կատարել, ապա դա կարող է մեղսագրվել քեզ որպես սպանության փորձ։ Այսինքն հիմա այնտեղ քննիչները նստած ցանկացածից հեռախոսազրույցը կարող են ձայնագրել եւ դա մեկնաբանել յուրովին։ Այսպես է մեկնաբանվել է։ Հետո գնացել են բազմաթիվ ԱԾԱ-ականներով Ստեփան Սամվելյանի բնակարան եւ սկսել են այնտեղ ապօրինի խուզարկության քննչական գործողություններ կատարել, որը ես հրապարակել եմ, դա ուղղակի որպես ապացույց չի կարող որևիցե կերպ գնահատվել որպես օրինական ապացույց, այնտեղից իբրև թե գտել են նռնակ, Սամվելյանին հարցնում են դա ինչ նռնակ է, ասում են նռնակ է, որը շուկայից է ձեռք բերել, շուկան է, մեյմանդար շուկան է, գյուղատնտեսական, հարցնում են ինչի համար է, դա ասում է ես արդեն ծեր մարդ եմ, այլևս չեմ ուզում ապրել։ Այս երկու ապացույցներն են ուրեմն մեր գործի հիմքում։ Ես սա ինչու եմ ձեզ պատմում, որ ասեմ, որ ինչպիսի զրո մակարդակի հիմնավոր կասկածով Ստեփան Սամվելյանին տանում են դատարան, ամսի 21-ին։ 21-ին ձերբակալում են եւ տանում են դատարան։ Ուրեմն 21-ին, որ Ստեփան Սամվելյանին ձերբակալել էին, նրա առողջական վիճակը այնքան էր վատացել, որ ստիպված քննիչի սենյակում նա ուշագնաց է եղել, քննիչ հրավիրել է շտապօգնություն, շտապօգնությունը տարել է առաջին անգամ 1 հիվանդանոց, որտեղ ասել են սա մենք այս տիպի ծառայություններ չենք կարող մատուցել, մոտ հիվանդանոց են տարել Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող, ասել են մենք նման ծառայություններ չենք կարող մատուցել, որովհետև սա ծանր դեպք է, պետք է շտապ հոսպիտալացնել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Ուրեմն գնացել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սրտի հետ կապված խնդրի հետ, այնտեղ ասել են պետք է հոսպիտալացվի, քննիչը այդ չգիտեմ ինչպես բացատրեմ այդ քննիչի գործողությունները, այն որ ասում էր, որ իր գրասենյակը դա իր բնակարանն է, այս քննիչը վերցնում է Ստեփան Սամվելյանին, այդ հոսպիտալացումից առևանգում է եւ տանում է ժամանակավոր պահման մեկուսարան, որից հետո գնում են դատարան, դատավորը տեսնում է Ստեփան Սամվելյանին եւ ասում է պետք է նրան ազատ արձակել անմիջապես։ Որոշում է կայացնում ազատ են արձակում Ստեփան Սամվելյանին, որից հետո գնում են, այսինքն ազատ արձակված մարդը մի կերպ առանց որևիցե օգնության
գնում է իր բնակարան, գիշերում է, հաջորդ օրը էլի այդ քննիչը գալիս է, քանի որ դե պատվերը շատ ուժեղ է։ Գալիս է այս անգամ մեկ այլ ձևով է ձերբակալում եւ նորից ստանում է դատարան արդեն իրենց սրտի դատավորի մոտ։ Ով է սրտի դատավորը, դե գիտեք, Ժորա Չիչոյանն է, շատ մեծ սրտի դատավոր է, որովհետեւ հիշում եք, ինչպես կալանավորեց Միտիկ Նոչ, որի նույնպես հիմքերը գոյություն չունեին այդ կալանքի։ Այս Ժորա Չիչոյանը տալիս է կալանքի որոշում, մեջը բացարձակ անդրադարձ չի կատարում Ստեփան Սամվելյանի թե հաշմանդամությանը, թե առողջական վիճակին։ Այս որոշումից հետո գործը անմիջապես փակվում է, այսինքն նախաքննությունը ավարտվում է եւ գործը ուղարկում են դատարան։ Ուղարկում են այս մի շատ երևի սրտի դատավոր Վահագն Մելիքյանին։ Ամսի 7-ից սկսած օգոստոսի բազմաթիվ միջնորդություններ եմ արել Վահագն Մելիքյանին, որ պետք է նշանակել փորձաքննություն պարզելու համար։ Արդյոք համատեղելի է Ստեփան Սամվելյանի կալանքը այն հիվանդությունների հետ, որոնցով նա տառապում է։ Ուրեմն այդ միջնորդությունը բավարարվում է ամիսներ անց, բավարարման որոշման մեջ գրվում է, որ միայն որոշումը բավարարել միջնորդության հետ կապված պաշտպանի Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը բավարարել, բայց բավարարել, որտեղ անցկացնել, երբ անցկացնել, ինչպիսի ժամանակահատվածում չի գրվում այդ որոշման մեջ։ Այս որոշումի այս անորոշությունը ես փոխանցում եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։ Դրանից հետո ծնվում է մի փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը ծնվում է այդ որոշումից 10 օր անց։ Փաստաթղթի մեջ գրված է, որ պետք է այսօր ժամը 13:00-ից մինչև 16:00 Ստեփան Սամվելյանին տեղափոխել դատաբժշկական փորձաքննության Հերացու անվան փողոցի վրա գտնվող դատաբժշկական գործագիտական կենտրոնում։ Այսինքն առողջապահության նախարարությանը կից։ Հիմա այս փաստաթուղթը սրանք մեզանից թաքցրել են, բայց քանի որ ուզում են ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Ստեփան Սամվելյանի իրավունքները հանկարծ չոտնահարվեն, այս փաստաթուղթը ուղարկել են Եվրոպական դատարան, որից ես իմացել եմ այդ փաստաթղթի մասին։ Հիմա այստեղի բժիշկներին, Տիկին Սոնային, որի հետ մենք խոսել ենք, ես կարծում եմ, որ մեր գործնական, այսինքն այդ հարաբերությունները եւ նրա կողմից տրամադրված փաստաթղթերը լիարժեք են, որը նա տրամադրում է ինձ, բայց պարզվեց, որ ոչ։ Նա կարող է հակասական փաստաթղթեր տրամադրել, մի փաստաթղթի մեջ գրել, որ այո, շուտով անցկացվելու են հեմոդիալիզի սեանսներ, Ստեփան Սամվելյանը պետք է օգտվի այդ հեմոդիալիզից, մյուս փաստաթղթի մեջ ներկայացնի դատարանը, որ դա անհրաժեշտ չէ։ Տիկին Սոնան ինձ խոսք էր տվել, որ կտրամադրի բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ստեփան Սամվելյանի առողջության կտրուկ վատացմանը ամսի 16-ից լույս 17-ի առավոտը։ Այդ փաստաթղթերը այդպես էլ ինձ չտրամադրվեցին, մինչդեռ այդ փաստաթղթի մեջ, որ քանի որ Ստեփան Սամվելյանին տեղափոխել էին այդ գիշերը Էրեբունի հիվանդանոց, Էրեբունի հիվանդանոցը նրան չէր ընդունել, հաշվի առնելով նա ծայրահեղ հիվանդ լինելը եւ նաեւ այն հիմքով, որ այս ծայրահեղ հիվանդի բուժումը իրականացվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, ապա դուք պետք է տանեք այնտեղ եւ իր բուժող բժիշկները շարունակեն իրեն բուժել, տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց գիշերը։ Այսինքն այս ծայրահեղ հիվանդ մարդուն տեսեք ոնց են գիշերով պտտացնում։ Եվ այնտեղ արել էին որոշակի հետազոտություններ եւ այդ հետազոտությունների հիմքերը, փաստաթղթերը, որ բժշկուհի Սոնան Ասլանյան ասել էր, որ ես ձեզ կտրամադրեմ, մինչև հիմա չի տրամադրել, այս փաստաթղթերը ուղարկել են էլի Եվրոպական դատարան։ Եվ այս փաստաթղթերը ինձ տրամադրել է Եվրոպական դատարանը։ Լավ, դուք ասենք թե այս պահին որոշեցիք թաքցնել փաստաթղթերը, տեղեկությունները, որոշումները, բայց դուք չեք հասկանում, որ միևնույնն է այդ փաստաթղթերի հետևից կա հետապնդող գնացող մարդ,
այդ մարդը չի հրաժարվում այդ փաստաթղթերը ստանալուց։ Դուք այդքանը չհասկացաք, որ դրանք ստացվելու են, եւ ես ստացել եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Դուք չեք հասկանում, որ ես ձեզ չեմ ուզում սպառնալ, բայց ուզում եմ հասկացնել ձեզ, որ մի օր պատժի, օրը գալու է, օրենքի պատժից պետք է վախենալ։ Բացի դրանից պետք է վախենալ նաև ածու կողմից տրված պատժից։ Այսինքն չի կարելի այսպես վարվել մարդու հետ, այն էլ այսպիսի ծայրահեղ առողջական վիճակում գտնվող մարդու հետ, ինչպիսին է Ստեփան Սամվելյանը, որի մասին դուք եք ինձ ասել, որ ծայրահեղ ծանր հիվանդ մարդ է։ Հիմա անդրադառնամ այս քրեակատարողական հիմնարկի հարգելի հայրենակիցներ, այստեղից այն կողմ է գտնվում քրեակատարողական հիմնարկը, այս քրեակատարողական հիմնարկի վերաբերյալ կա միջազգային զեկույց, համաձայն որի այս քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում ստանդարտներին եւ շուտապույտ պետք է փակվի։ Հիմա սրանք եվրոպական դատարանին փորձել են կեղծ էլի փաստաթղթեր տրամադրել, այնտեղ մեկը ինչ որ գրառումներ է արել եւ Ստեփան Սամվելյանին, ով չուներ ակնոցը նոր են տրամադրել։ Շուրջ 3 ամիս այս մարդը ակնոց չի ունեցել։ Ակնոցը նոր տրամադրել են եւ միջև ակնոց տրամադրելը ստիպել են, որ փաստաթղթերի տակ ստորագրի ու այնպիսի փաստաթղթեր են կազմել, որ իբրև թե Ստեփան Սամվելյանը իրենք առաջարկել են գնալ 5 աստղանի ու հյուրանոցի սենյակ, բայց նա հրաժարվել է։ Դուք պատկերացնում եք, ես իհարկե հարաբերական եմ ասում, այս մեկնաբանում եմ իրենց գրածը, բայց դուք պատկերացրեք, ու նենց նկարներ են ուղարկել Ստեփան Սամվելյանի այդ հիվանդախուց ասեմ, բանտախուց ասեմ, չգիտեմ, հիվանդասենյակ ասեմ, որտեղ որ դուք տեսնեք, ես հրապարակելու եմ այդ փաստաթղթերը, որ դուք տեսնեք ինչ խայտառակ վիճակում է գտնվում այստեղ իրենց բժշկական հաստատությունը։ Պարոն Մանուկյան, Կամո Մանուկյան, ձեզ է վերաբերում։ Այդ փաստաթղթերը դուք եք ուղարկել եվրոպական դատարան։ Այս խայտառակ է ձեր հիգիենայի զրկված սանհանգույցը, տուալետը, Ստեփան Սամվելյանը հաշմանդամ է։ Ուր է հաշմանդամի տուալետը այս քրեակատարողական հիմնարկում։ Բայց դա ցույց տայիք, ունեք, չունեք։ Ոնց է Ստեփան Սամվելյանը իր մահճակալից հասնում միջև զուգարան կամ լոգարան։ Ոնց է հասնում։ Դուք ինքներդ եք գրել, որ չկա այդ ձեր սենյակում ոչ զուգարան, ոչ լոգարան։ Բա ոնց է հասնում, ով է ուղեկցում այդ մարդուն։ Այդ սնունդն է, որ նկարել դրել եք, բա դա այս ծայրահեղ հիվանդի վերաբերող սնունդ էր, այդ դիետիկ սնունդն էր, դուք եք գրել, որ պետք է նրան հատուկ դիետիկ սնունդ, որպեսզի կալիումը չբարձրանա։ Բա որ գրել եք, բա այդ ինչ սնունդ եք իրեն ամեն անգամ տրամադրում, որ մարդը սոված է մնում։ Ինչ սնունդ եք տրամադրում, որ այդ մարդը նիհարել է, դուք իր քաշը չափել եք, քանի կիլո է նիհարել Ստեփան Սամվելյանը։ Հիմա այս մինչև փորձաքննության գնալը, փորձաքննությունը պետք է սկսվի ժամը 13:00-ից։ Ես պահանջել եմ, որպեսզի այստեղ հրավիրեն շտապօգնության մեքենա, որպեսզի այդ շտապօգնության մեքենայով Ստեփան Սամվելյանը ուղևորվի Թերացու փողոց։ Տեսնենք ինչ է լինելու։ Հիմա ես մտնում եմ արդեն տեսնեմ Ստեփան Սամվելյանի վիճակը ինչպիսին է, եւ իհարկե միևնույն ժամանակ Տիկին Սոնա Ասլանյան, այդ թվում նաև Կամո Մանուկյան, դուք պարտավոր եք ամբողջ փաստաթղթերը բժշկական փոխանցել փորձագիտական կենտրոնին, որպեսզի ճիշտ, գրագետ, անկողմնակալ փորձաքննություն տրվի Ստեփան Սամվելյանի առողջական վիճակին։ Եթե դուք մի հատ փաստաթուղթ փորձեք գախնի պահել, չտրամադրել եւ էլի աղավաղել այն տվյալները, որը ձեր ձեռքի տակ կան, ուրեմն դուք իմացեք, իմ ձեռքից սա սպառնալիք չի։ Դուք դատվելու եք։ Կլինի դա ոչ վաղը կամ մյուս օրը, դա կարևոր չի, բայց հետևողական գնալու ենք, որպեսզի դուք դատվեք։